ավելի խորապես հետաքրքրվել եմ գիտակից տարիքում արդեն։ Ոգեշնչման աղբյուրը ընդհանրապես մինչև նկարչությունն էլ զբաղվել եմ արվեստով, առաջին մասնագիտությամբ թատրոնի ռեժիսոր եմ, եւ հետո սկսեցի ուսումնասիրել այսպես ինքնուրույն արվեստ, ինքնուրույն արտահայտման լեզուները, որովհետև ռեժիսուրան կոլեկտիվ աշխատանք է, ինչ որ ես նույնպես սիրում եմ, բայց նկարելը ավելի ինքնամաքրման ու ինքնաարտահայտման միջոց էր ինձ համար այդ շրջանում ու մինչև հիմա, որից հետո ես ունեի կրթության, այսպես ասած, մի փոքր բաց, որը փորձեցի լրացնեմ եւ ընդունվեցի Գեղարվեստի պետական ակադեմիա։ Տարբեր մարդկանց տարբեր բաներ են անհրաժեշտ ինքդ քեզ արտահայտելու համար եւ կոնկրետ ինչ-որ բան չեմ կարող ասել, դա շատ ինդիվիդուալ է։ Դու պետք է ինքդ քեզ փորձես ճանաչել, ընդունել քեզ քո բոլոր կողմերով, որպեսզի կարողանաս անկեղծ լինել։ Ինձ համար կարևոր չափանիշ է անկեղծությունը, հատկապես արվեստի մեջ, նկարչության մեջ, եւ շատ կարևոր է, որ հավատաս ինքդ քեզ ու փորձես մեծ քայլեր անել, չվախենալ ու չմտածել, որ պետքա փոքրից սկսել, չնայած որ դա էլ իր հերթին լավ տեսանկյուն է, բայց ես մտածում եմ, որ կարելի է ոչ թե միայն բավարարվել նրանով, ինչ որ քեզ տալիս են, այլ պետք է ինքդ փնտրես ու ստանաս այն, ինչ որ դու ես ուզում։ Ինձ ոգեշնչում է ամեն ինչը։ Ես առհասարակ այստեղ ցուցադրված նկարների մեջ մի շատ կարևոր իմաստ եմ գտել, թե անելու ընթացքում ու թե ամբողջ այս վերջին 1 տարվա ընթացքում, երբ որ ուսումնասիրել եմ, ինձ թվում է, որ այս process-ը ոնց որ մեդիտացիա լինի, ու ես փորձել եմ այս կոնկրետ այստեղ նկարներում ինչ որ չմտածել կոնկրետ ինչ պետք է նկարեմ, որտեղ է սկսվում ու որտեղ է ավարտվում այդ նկարչությունը։ Ես փորձել եմ ազատ թողնեմ ինձ ու փորձել եմ ինձնից ստանալ մաքսիմալ անկեղծ ինչ որ բաներ։ Չգիտեմ, դա դիտորդները ինչպես կհասկանան, որովհետև պետք է միշտ ինչ որ տեղ թողնես, որպեսզի նաև քո հետ զրույցի մեջ մտնի դիտողը։ Անվանում տալը հենց կապված է այդ պահին ես ինչ եմ զգում, որտեղ այստեղ մտածված նկարներ չկան նախապես, որ օրինակ կարելի է նկարել, չգիտեմ, հայրենիքը, նմանատիպ բան չկա, որ այստեղ ինչ որ ներքին process-ների մասին է ավելի շատ խոսքը, այս կողմում ավելի շատ էտյուդային ինչ-որ բաներ են։ Ես հենց իմ ցուցահանդեսի անունը դրել եմ էքսպերիմենտ, որովհետև այստեղ էքսպերիմենտալ գործեր են առանց կոնկրետ ինչ-որ թեմատիկայի։ Ես միշտ ասում եմ, որ ինչ-որ մի բան, երբ որ դու անուն ես տալիս, դա մեծ մասամբ նաև քեզ ես անուն տալիս, ու կուզեմ, որ փորձեն մաքսիմում անկեղծնել։ Վաճառք եղել է իմ աշխատանքների, էլի ցուցահանդես եւս եղել է, Փարիզում է եղել, այսպես ասած, առաջին ցուցահանդեսը։ Հենց այնտեղը, որտեղ որ մենք գնացել էինք, դա արվեստի կենտրոնն է, այսպես ասած, որտեղ աշխարհից տարբեր մարդիկ են գալիս, արվեստագետներ, կարևոր չէ, որ հենց նկարիչներ լինեն, կարող են լինել դերասաններ, լուսանկարիչներ եւ այլն։ Եվ ինչ-որ ժամանակաշրջան կա, որ ընթացքում ստեղծագործում են, հետո լինում է ցուցահանդես։ Այստեղ առաջարկը ստացել եմ ցուցասրահի տնօրենից եւ համաձայնվել եմ սիրով, որովհետեւ ինձ եւս շատ հետաքրքիր էր, թե ես ինչ փուլի վրա եմ ու հետաքրքիր էր նաեւ այս փուլում մարդկանց կարծիքները։ Ցուցահանդեսը բաց կլինի մինչև մարտի 20-ը 20:00 կարող են բոլորը գալ, հրավիրում եմ։